Մի լավ երգել ասեմ։ Անտարբեր չես եղել հայազգի համար, վերկաց գերեզմանից Անդրանիկը փաշա, անտարբեր չես եղել հայազգի համար, վերկաց գերեզմանից Անդրանիկը փաշա, շրջեր հայկական զորքերի առաջ, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, շրջեր հայկական զորքերի առաջ, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, մատաղ լինեմ քաչ քերնս ըմբաթին, որոքին հանել թուրքինը կրդերին, մատաղ լինեմ քաչ քերնս ըմբաթին, որոքին հանել թուրքինը կրդերին, դարձել ամբարձումը շարշինը վերզդի, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, դարձել ամբարձումը շարշինը վերզդի, վերկաց գերեզմանից Անդրանիկ փաշա, Անդրանիկ փաշա, Անդրանիկ փաշա։ Եթե կարելի ներկայացեք։ Բուրման Հովսեփյան Ֆելիքս Կարլովիչ, նկարիչ, ազգության պեստոնացի, ծնված 54 թվականին։ Ասացեք խնդրեմ, ինչպես եք հայտնվել Արցախում։ Կամավոր գնացի զինկոմիսարիատ եւ հայտնեցի, որ ցանկանում եմ գնալ կռվի, քանի որ ընկերներիցս շատերին կորցրել եմ եւ ինքս բալավիտի գնդում էի ծառայում, ոչ լավ կազմակերպվածության պատճառով ես դուրս եկա այդ գնդից ու եկա կամավոր գնալու կռվի։ Իհարկե ընտանիքս դեմ էր այդ բանին, բայց անկախ ամեն ինչի, թողնելով 4 երեխա, կնոջս ծանր վիճակում, ոնց ասում է, դժվարությունների մեջ, ես եկա կռիվ, քանի որ այս կռիվը մենակ հայինը չի, սա այսօր այստեղ գտնվող այս հացը, այս ջուրը խմող ուտող բոլոր մարդկանց, քրիստոնյա մարդկանց փառքն է։ Ի՞նչն է կապել ձեզ Հայաստանի հետ։ Ինձ Հայաստանում այսօր կապել է սեր առաջինը իմ ընտանիքի, հետո Արարատ լեռը այնքան սիրուն է, որ շատ եմ սիրում նկարներումս միշտ էլ շեշտել եմ Արարատը։ Սեր, կարոտ, ոնց ասում, օտարության մեջ միշտ զգում եմ կարոտ այս